Ողջունում եմ բոլոր փոքրիկ հեռուստադիտողներին։ Արդեն հասկացաք, եթերում մանուկների մոլորակն է։ Զարա, Բենը կարևոր հայտարարություն ունի անելու։ Հապա, Բեն, ասա, լսում ենք։ Ես 3 հետաքրքիր ֆիլմ եմ նայել եւ որոշել եմ ասպետ դառնալ։ Ինձ շտապ ձի եւ սաղավարտ է պետք։ Վայ, էլի սկսեց։ Մի ստից բան էլ կասի։ Բեն, կարծում ես այդքանը բավական է ասպետ կոչվելու համար։ Բեն, ասպետ լինելու համար շատ բան է անհրաժեշտ, բացի քո թվարկածներից։ Ասպետների մասին կպատմի Գարիկը եւ ամեն ինչ կիմանանք։ Ասպետները անձնվականներ են, կռվում են ձի հեծած եւ սովորաբար ապրում են ամրոցներում։ Ասպետ դառնալու համար երիտասարդը պետք է սերել անձնվական ընտանիքից։ Դեռահաս ժամանակ դառնալով զինակիր, նա սովորում է ասպետական վարվելաձև, զենք գործադրել եւ ձի վարել եւ վերջապես օծվում էր ասպետ։ Զինակիրն ասպետի անձնական ծառան է եւ օգնական է։ Նրա պարտականություններից են զենքերին հետևելը եւ ճիապանությունը։ Մարտից առաջ զինակիրն օգնում է տիրոջը հագնել զրա։ Նա նույնիսկ պետք է կռվի իր տիրոջ կողքին, օգնելով նրան վիրավորվելու դեպքում։ Փաստորեն միայն ձի ունենալը բավական չէ ասպետ դառնալու համար։ Բայց դու, Բեն, քո կիրթ շարժուձևով կարող ես ասպետին վայել երիտասարդ լինել։ Զարա, իսկ ինչու են մարդիկ հենց ձիուն ընտրել։ Որովհետև Ալեն, ձիերը կանգնած ավելի լավ են քնում, քան պառկած։ Հետո նրանք կարող են մի քանի ամիս շարունակ առանց պառկելու անցկացնել։ Միթե այսքանը բավարար չէ ասպետին ուղեկցելու համար։ Այո, իսկ ասպետները ձիով հաճախ եւ երկարատև են ասպատակել։ Կուզեք իմանալ ձիերի մասին։ Ձիերի մասին հետաքրքրվել է Նարեն եւ ուզում է փոխանցել ձեզ այդ, ինչ իմացել է։ Լսենք Նարեն եւ վերադառնանք։ Մարդը վայրի ձիուն ընտելացրել է մի քանի հազարամյակ առաջ։ Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները եւ ստեղծել է 200 տարբեր ցեղեր, միավորված 3 հիմնական տիպերում։ Հեծկաններ, լցկաններ եւ ծանրափաշներ։ Ընտելացված ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական եւ փոխադրական աշխատանքներում եւ կարեւոր դեր է խաղացել բանակում։ Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաեւ դիասպորտի եւ զբոսաշրջության զարգացման համար։ Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին, լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որը ստեղծվել է հնագույն ժամանակներում, ուր եւ արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Հայոց այրուձիի կազմում հայտնի է որպես լավագույն հեծկան։ Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով։ Իսկ քեզ վարքագծով նման է արաբական ձիերին, գլխի շարժումը թեթև է, իրանը ուղիղ։ Գեղեցկությամբ, վեհապանծ, երկայն քայքով հեռավոր ճանապարհներ կտրելու իրենց դիմացկությամբ փառաբանվում են արաբական ձիերը։ Դրանց բուծել են Արաբիայում 800 տարի առաջ։ Անգլիական զտարյուն հեծկան ցեղը բուծվել է 18-րդ դարում Անգլիայում։ Այս ցեղի ձիերն ասել ստեղծված են կայտար ու սրընթաց արշավելու համար։ Մեր դարը մեքենայի դար է, բայց այսօր էլ ձիերով բազմաթիվ աշխատանքներ են կատարում գյուղերում։ Գնալով մեր երկրում դիասպորտն ավելի է տարածվում։ Ընդմիջենք հաղորդումը հաճելի երգով եւ վերադառնանք մանուկների մոլորակ, առջևում փոքրիկ հաղորդավարներն են։ Կլսեք եկենք երգենք մանկական երգի ստուդիայի Լենա Վարդանյանին իր մայրիկ երգով։ Բացում եմ աչքներս, ինչայում է իմ ալիքը, բարի լույս են ասում, և բաչի են զանգում, ինչ
երգը, թող հնչի այն քեզ համար, թող արևը մի ժպտա, վարկերում վշտավար, ինչ նման ենք, կարծես աղիք լինենք, իմ այրիկն է, հրաշալիքն է, սիրում եմ արի քեզ։ Վաղուց մանուկների մոլորակի խոհանոցիկում համեղ բան չենք պատրաստել։ Այսօրվա պատրաստածը ավելի համեղ կլինի, քանի որ մեր խոհարարները երեխաներն են։ Տեսեք, թե ինչ են պատրաստում սիրելի փոքրիկներ, դուք էլ սովորեք եւ հաճելի անակնկալ մատուցեք ձեր մայրիկներին։ Դե որ այդպես է, ես էլ կգնամ խոհանոց, որ ուտեմ։ Բկլիկները սկսեցին, համբերեք իրենք կպատրաստեն, հետո ձեզ կհյուրասիրեն։ Դիտենք մեր ամենափոքրիկ խոհարարներին։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Ողջույն, մանուկների մոլորակի եթերում խոհանոցի էջն է։ Նշանակում է հաճույքով պատրաստելու ենք եւ համեղ ուտելու ենք։ Երևի կմտածեք, այս փոքրիկ երեխաները ինչ պիտի անեն։ Մենք ամեն ինչ էլ կարող ենք անել հաղորդման վերջում համոզվենք։ Չէ՞ որ աբյուբենն է սիրով կօգնեն։ Մենք պատրաստելու ենք ձվից մուկ։ Մեզ հարկավոր է խաշած ձու, հարկավոր է բող, հարկավոր է 1000-ի տերևներ։ Եվ հիմա կսկսենք աշխատել։ Վերցնենք ձուր, կտրտենք։ Զգուշ պետք է անենք, որ մեր մատները չկտրենք։ Հիմա ձուն կդնենք 1000-ի վրա։ Փոքր աղեք վերցնում։ Ես էլ եմ։ Մուկիկի համար ինչ պետք է անենք։ Աչքերը։ Դե դնենք։ Երեխաներին ասեք, ինչ պետք է անենք։ Ականջները պետք է անենք։ Վերցնենք բողոքը եւ բարակ կտրատենք։ Պետք է պահենք մուկիկի պոչիկը և մուկիկի պոչիկին կպցնենք։ Տեղադրենք։ Իսկ ականջները դնում ենք բողոքից բարակ կտրատած։ Ինչ գեղեցիկ է ստացվում։ Հիմա ես է կդնեմ իմ նսիրում կստացվում։ Հիմա պիսոն կգա կուտի ձեր մուկիկան։ Չի կարող ուտել պիսոն։ Սա մենք ենք ուտել պիսոն, իսկական մուկիկ է սիրում ուտել։ Վայ, գիտիկն եմ մոռացել։ Հատիկավոր։ Հատիկավոր բխպերը։ Վերերը կդնենք մաղադանոցի պոչիկներից։ Ես բաբայից միշտ օգնում եմ, բեղիկներս հետ շարում եմ, բանը աչքերը դնում եմ, բաները քիթիկը դնում եմ, սիրուն զարդարում եմ։ Ահա մեր մուկիկները պատրաստ է։ Սիրելի երեխաներ, դուք էլ պատրաստ եք այս մուկիկներ։ Թե բարի ախորժակ։
Բասի մուկիկից ես կծեմ, բասի ես է կտեմ։ Ես ինչ համեղը ստացվել։ Գանետված ծծաղում էր։ Պապոներին գոսում են, որ մենք մուկիկը կերել է։ Ես պապան գոսում, որ ոչ մեկին չեմ ուրասի, ես ու մենակ բան ենք կերել։ պատրաստելու եմ։ Ինձ էլ թվում է, որ դու չես կարողանա։ Լավ երեխաներ, անիմաստ մի վիճեք, եկենք հրաժեշտ տանք։ Եկեք հրաժեշտ տանք։ Ինձ հետ այսօր մանուկների մոլորակում աշխատեց Ալեն Օհանյանը եւ սիրելի Այբն ու Բենը։ Հրաժեշտ տվեք երեխաներ։ Տեսություն երեխաներ։ Ցտեսություն, սիրելի երեխաներ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին Երևան հեռուստաընկերության եթերում։